Բարի լույս։ Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված իր նամակի 12-րդ գլխում գրում է. Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմություն ունենք, դեն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարես, որ բացված է մեր առաջ, նայենք Հիսուսին, հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ տրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծո աթոռի աջ կողմում։ Ուրեմն մտաբերեք Հիսուսին, որ այսպես համբերեց իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին և մոռացաք այն հորդորը, որ ուղղված է ձեզ իբրև որդիների։ Սիրելիներ, Հիսուս Քրիստոս է մեր զորագլուխը։ Այո, կյանքում բազմաթիվ հալածանքներ կան, փորձություններ կան, որոնք շատ դեպքերում ոչ թե մեզ նեղություն են տալիս, այլ հոգնեցնում են։ Երբեմն գալիս է մի պահ, որ թվում է, որ այլևս ելք չկա և հիասթափություն է պատում։ Այդ պահին պետք է հիշել մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ով երբեք չհոգնեց, չհուսալքվեց, այլ բազմաթիվ հալածանքների մեջ կարողացավ հաղթանակ ամրագրել, հաղթանակ, որի միջոցով բոլորիս առիթը տվեց փրկություն ունենալու։ Այսօր, սիրելիներ, այդ նույն հալածանքներն են, նույնպիսի հալածանքներ են, այսօր այդ նույն փորձություններն են մեր կյանքի մեջ։ Սատանան դեռ շարունակում է իր ակտիվությունը պահել և այդպես էլ պետք է լինի։ Իսկ մեզ մնում է չմոռանալ Հիսուսին։ Կուզեք հաղթանակ ունենալ, Հիսուսին հիշեք։ Կուզեք Տիրոջով առաջնորդվեք, ուրեմն Հիսուսի ներկայության զորությունը ապրեք ձեր անձերի մեջ։ Այլ ճանապարհ չկա։ Այս աշխարհի իմաստությունն էլ զրո է, այս աշխարհի քաղաքականությունն էլ զրո է, այս աշխարհի բոլոր տեսակի մտքերն ու կարծիքները ոչինչ են, եթե չկա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության բացարձակ ապրում մեր անձերի մեջ։ Ուրեմն լցվենք Քրիստոսով, մեր զորագլխով և զինվենք նրանով, նրա հավատքով, հույսով և սիրով և պիտի ամրագրենք այն հաղթանակը, որ Տիրոջ կամքով է։ Բարի և խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։